Արտապակալնական ձերքույթությամբ ուզենայի շնորհակալություն բոլոր բաժանիչներին եւ լրատվամիջոցներին, որոնք այսօր եկել են աջակցելու հասկանալի ապակարգից դուրս բայց բացում նաեւ բավական բաղնար բոլորի շատ շնորհակալ։ Երկրորդը վերջի շրջանում այնպիսի տպավորություն է ստացվում, որ բարեգործությունը Հայաստանում հանցագործություն է։ Մասնապես այդպիսի, ասենք, պնդումներն առավել Սամվել Կարապետյանի Դարբի Սարգսյանի եւ այլոց մասին, ես կարծում եմ, որ եթե ես վերջի 20 տարիների ընթացքում իսկապես չեմ քաղաքականություն, չէ, ուղղակի դուք պնդում արեցիք, որ եթե այդքան միջոց արտադրական 20 տարիների ընթացքում եւ ինչպես ասացիք, հաստատաբար իսկապես այն շրջանում ինքնորոշումների բարձրացնելով աշխատանք, ի տարբերություն այլոց, ես իմ աշխատանքային եկամուտից եմ արել բարեգործություն, որտեղ դուրս աշխատելով երկրից նկատմամբ պարտք եմ զգացել եւ այդ պարտքը վճարել եմ տարբեր բարեգործական կազմակերպություններ ինքը ստեղծելով կամ ուրիշների ստեղծածներին աջակցելով, ինչպես տեսնում եք, դա բազմաթիվ տարբեր կազմակերպություններ։ Այս գործի հետ կապված իհարկե եւ դուք եւ պաշտպանները ինձ հորդորել են հիմնավոր կասկածություն չանադառնալ եւ ես չեմ անդրադառնում հիմնավոր կասկածություն։ Ես բացապես ուզում եմ ասել հետեւյալը։ Այս ամբողջ գործը իրականության նեգատիվական դասականon է։ Իրականության նեգատիվ։ Եթե դու կարդում ես մեղադրական եզրակացությանը, այսպես ասած փաստական մասը, դու նայես ինչ է դրանից հետևում, մասնավորապես իր մեջ ոչ մի կապ գոյություն չունի։ Տրամաբանական ոչ մի կապ գոյություն չունի։ Եվ ընդհանրապես ասած դուք հաստատեցիք գործը պետք է կարճել թե չէ, ասում եմ, որ կարճելու այս բանը չկա, բայց ընդհանրապես ասած այս գործը պետք է կարճված լինել վաղուց իրական։ Որովհետև նորից եմ ասում, նկարագրական մասի եւ եզրակացության միջեւ ոչ մի տրամաբանական կապ գոյություն չունի։ Եվ ընդհանրապես ասած են երկու ամիսը, որ ասացել եմ ազատության մեջ, ինձ հիմք է տալի ենթադրել, որ ամբողջ գործը նախաձեռնվել է երկու նպատակով։ Առաջինը խափանելու մեր քաղաքական գործունեությունը, չեմ քաղաքականացնում, իսկապես դա է։ Եվ երկրորդը ուղղակի որոշակի թեթև խոշտանգում իրականացնելը, որտեղ այդ բանտի պայմաններում կյանքը խոշտանգում է իրականում նորմալ ցանկացած մարդկանց։ Մտածող կրթված մարդկանց դա խոշտանգում է։ Եթե որևէ մեկը չի հավատում, կարող այցելել տեսնել։ Ուստի անկեղծ ասած ես կարծում եմ, որ ընդհանրապես ցանկացած խափանման միջոց պետք է վերացվի։ Ես գործը բնականաբար պետք է քննվի։ Ցանկացած խափանման միջոց պետք է վերացվի։ Բայց քանի որ հասկանում եմ, որ այս ամեն ինչը տեղադրում որոշակի իրավական պայմանականությունների շրջանակում միանում եմ իմ փաստաբանների առաջարկին կիրառել խափանման միջոց, որը ձեր տեսանկյունից ապահովում է իրավաչափ վարքագիծը, բայց մյուս կողմից բնականաբար չի սահմանափակում իմ ազատությունը, որը գործի տեսանկյունից որևէ արժեք չի ներկայացնում, բացարձակ որևէ արժեք։ Չկա վկա, որի վրա ես կարող եմ ազդել, չկա հանցանք, որը ես կարող եմ ազդել։ Խափանման միջոց փոխող, երկարացնող կամ ընտրողը ես եմ, պարոն մեղադրողը չի, իրան մի նայեք։ Դեք ինչ եմ իրականացնում, բայց որովհետև ինքն է ներկայացնում մեղադրանքը, որը ափսոս ինքն է ներկայացնում մեղադրանքը, որը ափսոս դա, որի նորից եմ ասում, նկարագրական մասին։ Եվ ես պետք է համոզել, ձեզ ոչ թե ձեզ կա համոզել։ Եվ հատական գործընթացով դրանք խոստանում եմ ձեզ համոզել։ Իրան ես չեմ համոզել։ Ես իրան մեղադրում եմ։ Որտեղ ինչ եք իրան մեղադրում։ Որովհետև այդպիսի մեղադրական եզրակացության տակ ստորագրել չի կարող։ Ուրեմն ինքը նախ մեղադրական եզրակացությունը չի ստորագրել, դա կապ չունի։ Դա այդքանով ավարտվում է։ Ձեզ խոստանում եմ համոզել, շնորհակալություն։